Բարի վերադարձ առաջին ծրագիր, շարունակում ենք մեր եթերը և տեղափոխվում ենք թատեր աշխարհ։ Prime Time Musical առանց ընդմիջման, Prime Time Show, որտեղ հեշտ հաղթանակներ չկան, իսկ յուրաքանչյուր որոշում կարող է փոխել ամեն ինչ։ Այս մյուզիկլում ամեն տեսարան լարվածության գագաթնակետ է, ամեն վայրկյան անակնկալ։ Իսկ վերջաբանը անհնար է կանխատեսել։ Այս ամենի մասին զրուցելու ենք մեր հյուրերի հետ։ Այո, հատկապես վերջին նախադասությունը շատ է դարձել, ինչու է անհնար կանխատեսել։ Հիմա կհարցենք այս մասին Մարիամ Գրիգորյանին, ով Հակոբ Արոնյանի անվան կոմեդիայի պետական թատրոնի դերասանուհին է, Տերեզա Մաթևոսյանին, Հակոբ Արոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի արտի սոպրանո եւ Գևորգ Դավթյանին, ռեժիսորի ասիստենտ, Հակոբ Արոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի դերասան։ Բարի լույս։ Բարի լույս։ Ասու բարին։ Ինչ է վերջը անկանխատեսելի։ Որ ասենք էլ չի լինի կանխատեսելի, իհարկե չենք ասի, վերջաբանը շատ լավ է մտածված, բնականաբար չենք ասի ինչա լինելու։ Նոր մյուզիկլ, Այո։ բայց մի քիչ պատմենք, ինձ մոտ գրված էր իդեպ շատ բաներ, ես փորձեցի ասպես գաղտնի պահեմ, որպեսզի դուք պատմեք, եթե չպատմեք, ես կպատմեմ։ Լավ, ձեզ ինչ է հետաքրքրում ասեք, դա էլ պատմենք։ Ինչի մասին է։ Ինչի մասին շատ հետաքրքիր թեմա է, հեռուստատեսության, Prime Time։ այնինչ տեղի է ունենում դռներից այն կողմ, այնինչ Բայց տեղի է դուք համոզված եք, ունենում որ արժի դա ցույց տալ։ Ինչու ոչ։ Ինչու ոչ, ի վերջո մյուզիկլի ժանրը թույլ է տալիս ցանկացած նյութի դիպչել ու դա երաժշտության ու գեղեցիկ մատուցման շնորհիվ դարձնել հիթ, ինչու՞ չէ։ Այնպես որ այդ ներկայացումը աստղ դարձնելու, ինչպես են աստղ դառնում դռներից այն կողմ հեռուստատեսությունը։ Առավել եւս համոզված է, որ դա արժի ցույց տալ։ Այո, արժի։ Շատ լավ, եկեք հասկանանք մյուզիկլների հետ կապված, հա, որովհետև մի ընթացք կար, երբ Հայաստանում շատ դժվար էր պատկերացնել մյուզիկլ։ Բայց հիմա ոնց որ թե ամեն ինչ ընկել է իր տեղը եւ այսպես շատ հետաքրքիր մեկը մյուսի հետևից դուրս են գալիս մյուզիկլներ։ Արդյոք այդ ամեն ինչը կարողանում ենք ապահովել բեմի վրա։ Հնչողություն, կենթանի կատարում, պար եւ այլն, որտեղ մյուզիկլը ինքը ամփոփված ժանր է, այդ ամեն ինչը մեկտեղում։ Ճիշտ եք ասում, ժամանակին ավելի սակավեն, որովհետև հնարավորությունները տեխնիկական եւ հնչյունային այդ հարստությունը չուներ թատրոնը, այժմ ունի, որի համար շատ ուրախ ենք եւ կարծում եմ սա նոր սկիզբ է, որպեսզի այն առավել քանակը շատանա եւ հետեւաբար տարածվի մյուզիկլ սիրողների համար, որովհետեւ շատ հարցնում են, մերն էլ երաժշտական թատրոն է Եվ այս պարագայում մենք շատ ուրախ ենք, որ այսպիսի մեծ նախագծով ենք սկիզբ տալիս, այո։ Մյուզիկլ առանց ընդմիջման, քանի րոպե է ներկայացումը եւ բարդ չէ խաղալ առանց ընդմիջման։ Բարդ չէ, ներկայացումը կարծեմ թե 1.5 ժամ է տևելու, շատ լավ է, որ ընդմիջում չկա, բարդ չէ խաղալ, ավելի բարդերն էլ ենք խաղացել, ասեմ, որ մեր թատրոնում նաեւ ունենք մյուզիկլ ժանրում եւ Կոշկավոր կատուն, Վահե Հայրապետյանի եւ Վեսայդյան պատմությունը Բերնստայնի, որի հերոսուհին, ահա խնդրեմ, բազմած է այստեղ Թերեզան, շատ խոստումնալից, շնորհքով, աղջիկ, ես կարծում եմ շատ լավ տեղ կգրավի մեր թատրոնում, երաժշտական թատրոնում, այնպես որ խոսք տանք նաև նրան։ Թերեզա ջան, դե մի քիչ պատմի, ոնց է զգում քեզ թատրոնում, որտեղ շատ մեծ է կազմը, որտեղ ամեն ինչ մի քիչ ուրիշ տրամադրության վրա է։ Իրականում ամենասկզբից ինձ շատ ջերմ են դիմավորել թատրոնում, այնպես ստացվեց, որ ես հենց այդ ներկայացման մեջ Սիրո պատմություն Նյու Յորքում պետք է փոխարինեի դերասանուհու ու տենց շատ արագ ամեն ինչ ստացվեց, բայց ոչ մի ճնշում կամ ինչ-որ կոնֆլիկտներ ամենասկզբից չեն եղել ու ինձ շատ իսկապես ջերմ են ընդունել ու փորձել են ամեն կերպ օգնել, որպեսզի ես արագ ինտեգրվեմ այդ ներկայացման մեջ ու մինչև հիմա էլ մենք բավականին ջերմ ընկերական հարաբերությունների մեջ ենք իմ գոլեգաների հետ։ Այս ներկայացումն էլ արդեն ամբողջությամբ Թերեզան է ներկայացնելու մեր գլխավոր հերոսուհին ներկայացման։ Այո, ես Մարիամը եւ եւս մի քանիսն էլ փորձելու ենք նրանից ստանալ հեռուստա աստղ։
Այո, Կերպարների մասին։ որպես կերպարներ։ Այո։ Իսկ, ահա, Մյուզիկլ կարող են դիտել բոլոր տարիքի մարդիկ։ Այո, կարծում եմ այնտեղ ոչինչ չկա խանգարող տարիքային սահմանափակելու, այնպես որ կարող են բոլորն էլ դիտել։ Համոզված եմ, որ այս ժանրում շատ բան եք դիտել, տեսել, ոչ միայն այստեղ, նաև Հայաստանի սահմաններից դուրս, եւ գիտեք, թե ինչքան մեծ դինամիկա է պահանջում հենց կոնկրետ բեմում, տեխնիկական առումով այդ ամեն ինչը արագ փոխելու կամ վիզուալ այնպիսի տրամադրություն ստանալու, որ հանդիսատեսին միանգամից տանի այդ աշխարհ։ Արդյոք բացի դերասանական փայլուն խաղից, նաև ստանում ենք այդ տեխնիկական լուծումները։ Այս պարագայում ես անպայման ուզում եմ նշել Սուրեն ջան Հակոբ Երվանդիչի անունը, ով այս ամեն ինչի մեղավորն է, այսպես ասած, այո, մեր բեմադրիչը, հայկական տարբերակի լիբրետիստը, ով մտահղացումը Շվիդկոյինն է, գիտեք, Մոսկվայի մյուզիկլի թատրոնի, նրանք նվիրել են մեզ անհատույց այս գեղեցիկ ստեղծագործությունը, հուսով եմ կգաք, կտեսնեք, կհավանեք, իսկ ինչ վերաբերում է դինամիկային, պարոն Ղազանչյանը ահավոր դինամիկայի մեջ է տալիս, մի վարքյան չի թողնում դադար լինի, տեխնիկական խնդիրներին ինչ վերաբերում է, տեսել եք մյուզիկլներ, որտեղ բարձանում են, իջնում են, գնում գալիս, մեր պարագայում մի փոքր ավելի զուսպ է, բայց դինամիկան դրանից չի տուժում, այո։ Դե իսկ փորձերից ինչ հետաքրքիր բաներ կպատմեք։ Որքան ժամանակ է սկսել փորձերը։ Գիտեք, փորձերն էլ են բուրըն ընթանում, որովհետև լինում են չհասկացվածություն, ստեղծագործական ընթացք է, ամեն ինչ էլ կարող է լինել, բայց այդ ամեն ինչը հարթվում է, որովհետև այդ շրջանակներում են խնդիրները եւ հետեւաբար լուծվում է փորձից հետո հարթ ու հաշտ անցնում գնում է։ Որպես այդպեսին ոչ մի խնդիր ամենայն դեպս իմ պարագայում չի ստեղծվել, բայց կա մի բան, չէ, ուզում եմ ասել, այդ սպասում այդ լարումը մեր մեջ էլ կա, որովհետև այդ պատասխանատվությունն է եւ հետեւաբար ռեժիսորի խնդիրները լիակատար կատարելն է, մի խոսքով այդ լարումը բերում է նրան, որ ուզում ենք շուտ հանձնենք։ Դե մյուզիկլը բավականին ժամանակ է սկսել ենք, քանի որ ինքը ամբողջությամբ թարգմանվել է հայերեն, կարծեմ թե սեպտեմբեր ամսից ես սեպտեմբերի վերջից եմ միացել Նյութին, Նյութը հայերեն թարգմանելու պատիվը ինձ է տրվել երաժշտության հետ աշխատելու, ես շատ խնդիրներ եմ ունեցել ու դա շատ լավ է եւ երգիչների եւ երգչախմբի եւ նվագախմբի, հա, աշխատանքային իմաստով, հա, բառերը փոխում եմ, լավ չի, հետո նորից երգում են, ուրիշ բան ստացվում, հետո նորից, մինչև երեկել Թերեզային բառեր կա, որ խնդրում եմ, Թերեզա ջան, խնդրում եմ, այս բառը ճիշտ երգի, այս նոտան, չգիտեմ, մյուսին ճիշտ երգի, որպեսզի հայերեն հնչի, շատ կարևոր է դա։ Երաժշտական մասը, որ ապահովում է, կենթանի կատարումներ են համոզված, իսկ հնչողությունը Orkestrային է թե ամբողջությամբ նվագախումբ, մեր թատրոնի ամբողջ նվագախումբը, ամբողջ երգչախումբը, մոտ մի 60 հոգի կլիներ, չէ՞։ Ես ուզում եմ անպայման գներես Գերով ջան, այո, նշել, բալետը, այո։ Զբաղված է բալետի բոլոր արտիստները, խորեոգրաֆն է մեր Արինա Արարատյանը։ Այ, ողջուններս Արինա։ Ողջունում ենք ջերքեր, հրաշալի։ Բեմադրես Չիպոլինոն, ես բախտ ունեցա խաղալու այդ հրաշալի գործում։ Երանի քեզ։ Օրկեստրն է նորից գեղեցիկ իրենց կատարումներով մեզ Կարեն Լավչյանի ղեկավարությամբ, Լավչյանը մեր դիրիժորն է լինելու, կարելի է եւ ասել Ես հիմա կասեմ իհարկե բոլորի անունը անգիր չեմ հիշում, ասեմ որ կոմպոզիտորը Մաքսիմ Լեպաժն է կանադացի։ Այո։ Զգեստների նկարիչը Տատյանա Պոպեսկի, Մոլդովա, այսպես նկարիչը, բեմա նկարիչը Աննա Նինոա, Վրաստան։ Միջազգային այս ծրագրում այո բոլորը մասնակցում են եւ կազմում են մի մաս է այս գեղեցիկ մյուզիկլի։ Այո։ Ես հիշում եմ իդեպ ներողություն բոլորն էլ ներկա են լինելու։ Գալու են պրեմիերա։ Այո, ինչ լավ, շատ լավ։ Ես հիշում եմ երբ որ Մոսկվայում ես տեսա Աննա Կարենինան։ Եվ լուրջ եմ ասում դալիճից դուրս եմ եկել ապշած
որովհետև թատրոնի շենքը բավականին հին շենք էր, դեռ ես մտածում եի թե ինչ պիտի անեմ, որովհետև դրանից առաջ Լոնդոնում տեսել էի Lion King-ը եւ ապշեցուցիչ էֆեկտներով եւ չգիտեմ, որ sense ամեն վարքյան բերանատ բաց է մնում եւ մտածում եմ որ Աննա Կարինան դե ինչ պիտի լինի, օքեյ, լավ, շատ, բայց ոչ մի բանով չզիջեց եւ նույնիսկ այդ հին թատրոնում տեխնիկապես այնպիսի լուծումներ էին տվել։ Ռուսները սովորել են գեր կատարել խնդիրը մյուզիկլների։ Արդյոք մեր հանդիսատեսը մեզ մոտ մյուզիկլների ընթացքում այդ նույն ապշած վիճակով դուրս է գալիս դահլիճից։ Դա պետք է հարցնել հանդիսատեսին, Սուրեն ջան։ Իսկ դուք չեք զգում այդ ասեմ, քանի որ մեզ մոտ նորից գուցե կրկնվեմ նոր է ժանրը, պետք է հանդիսատեսին էլ բերել եւ սովորեցնել, որովհետեւ անընդհատ մերը կոմեդիայի թատրոն է, նաեւ երաժշտական, բայց հիմնականում մեր հանդիսատեսը գալիս է կոմեդիա դիտելու, բայց նաև այս երաժշտական ներկայացումները, որը գնալով պիտի թափ առնեն, ինձ թվում է կսովորեցնեն եւ իր տեղը կունենա մեր խաղացանկում մյուզիկլները։ Առաջնախաղը այս կիրակի է, ապրիլի 6-ին։ Վերջնական ամեն ինչ պատրաստ է ներկայացման, թե դեռ շտրիխներ կան, որոնք պետք է շտկվեն։ Կան մինչև վերջի վարքյան ինչ որ բաներ են փոփոխվելու։ Փոքրիկ շտրիխներ բնականաբար կան, հիմա արդեն երկրորդ թե երրորդ օրն է արդեն ամբողջ ներկայացումը 2 անգամ օրը խաղում ենք, այսպես ասած, այո։ Փորձ ենք անում, պարոն Ղազանչյանը բնականաբար որտեղ թերություն կա, ասում է, շտկում ենք, իհարկե պետք է լսել, շտկել, որպեսզի լավ լինի։ Դե մենք մաղթենք հաջողություն ամբողջ թիմին, դերասանական կազմին, Հակոբ Երվանդիչին, Արինա Արարատյանին, բոլորին անունները, որոնք միջազգային այսպես նշեցիք, չեմ հիշի ոչ մեկին, բայց ողջուններս բոլորին եւ մաղթենք, որպեսզի հաջողությամբ պսակվի պրեմիերան, այնուհետեւ արդեն դրված են հաջորդիվ ներկայացումները։ Այո, երկու ներկայացում 20-ին, ապրիլի 20-ին, ժամը 3 եւ ժամը 7։ Ապրիլի 20-ին, շատ լավ։ Այնպես որ դուք արդեն ընտրեք ներկայացումների օրերը, որոնք ձեզ համար եւ անպայման դիտեք, որտեղ ես համոզված եմ, որ շատ կարեւոր ու շատ գեղեցիկ գործ են անում։ Ուզում եմ ձեզ նվիրել Իջևանի գինու գործանի կողմից Սափոր Ռոզեգինին, որ հենց պրեմիերայից հետո բացեք թիմով եւ իհարկե նշեք ձեր շատ կարեւոր գեղեցիկ հաղթանակը։ Շնորհակալություն, շատ շնորհակալ։ Աղջիկներին ուզում եմ նվիրել Տրամոնտինա բրազիլական բրենդի կողմից խոհանոցային պարագա, որը թեթևացնի որոշ չափով ձեր հոգսը։ Յուրահատկությունը նրանում է, որ ինքը բրազիլական բրենդ է եւ իր վրա հատուկ ծածկույթ կա, որ չի հավաքում թունավոր բակտերիաները։ Այնպես որ կարծում եմ որոշակի չափով ձեզ ներկայացմանը չբերեք։ Չէ, դա խոհանոցում եք օգտագործում։ Եվ քանի որ շատ կարեւոր խոսքերն ասելու ժամանակ միշտ կա, բայց ուղղակի հաճախ այդ խոսքերը չեն հերիքում, իսկ ծաղիկների ու նվերների հետ միասին պետք է մեր շատ սիրելի մարդկանց ասել այդ սիրո կարևոր խոսքերը։ Ես ուզում եմ ձեզ նվիրել արև բացիկները, որոնց վրա ներառված են հայտնի երգերից կամ բանաստեղծություններից ֆրազեր։ 3 բացիկ, մեկը Շիրազի խոսքերն են, մորը սրտի հետ աշխարհն եմ չափել, էլի մեծերն է, մեծերու անգին, մյուսը Սիրուշոյի խոսքերն են, քեզ երկինքը հաստատ ինձ համար է հորինել, իսկ մյուսը իհարկե Արամոյի եւ Էմայի կյանք եմ ուզում, որ սիրեմ քեզ, որ չնայեմ տխուր ամպին, որ մազերը շրողերի պես փռես իմ ճամփին։ Սա արդեն դուք ինքներդ բաժանեք ձեր մեջ։ Շնորհակալություն։ Այնպես որ շնորհակալություն եւ ձեզ մաղթենք հաջողություն։ Շնորհակալություն ձեզ էլ, շատ շնորհակալ ենք վառ առավոտի համար։ Լավ որ բոլորիս։ Նիպուխը նիպիրա։ Да, չորտոնց Բոգեմ։ Կլինի կարճատև դադար մեր եթերում, որից հետո կվերադառնանք ու կշարունակենք։